Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք կքննարկենք այն ծանր, հուզիչ ու իսկապես ճակատագրական իրադարձությունները, որոնք շարունակում են ծավալվել Էռնայի ողբերգական մահից հետո։ Ինչպես տեսնում ենք, մակոնցների առանձնատանը հիմա տիրում է պարզապես խեղդող լարվածություն, և յուրաքանչյուր կերպար յուրովի է արձագանքում այս մեծ վշտին ու կորստին։ Իննան ամեն կերպ փորձում է աջակցել ամուսնուն, նա մոտենում է Հունանին, փորձելով սփոփել նրան, և ասում է, որ անկեղծորեն ու խորապես ցավում է Էռնայի համար։ Սակայն Հունանի վիշտը վերածվել է կուրացնող ագրեսիայի։ Նա կոպտորեն մերժում է կնոջ ցանկացած օգնություն, դաժանաբար պատասխանելով, որ նրա սիրտը նույնիսկ իր համար չի ցավում, ուր մնաց թե քրոջ։ Հունանը ուղիղ մեղադրում է Իննային դավաճանության մեջ, հավելելով, որ նա երբեք չի ընդունել ու չի սիրել Էռնային, և որ հենց նրա ստեղծած մթնոլորտի ու արարքների պատճառով է քույրը մահացել։ Այս ծանր ու վիրավորական խոսակցությունից քիչ անց Իննան և Լեան բակում զրուցում են։ Իննան ամբողջովին հուսահատված և շոկի մեջ դստերն է փոխանցում ամուսնու անհիմն ու դաժան մեղադրանքները։ Եվ այստեղ Լեայի համբերության բաժակը վերջնականապես լցվում է։ Նա հունից դուրս է գալիս ու բարձրաձայնում այն ամենը, ինչ վաղուց էր հասունացել նրա հոգում։ Լեան վստահաբար հայտարարում է, որ բավական է իրենք պատասխան տան հոր գործած մեղքերի համար, և որ վաղ թե ուշ այս բոլոր դիմակները կպատրվեն ու ողջ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա։ Այս ճնշող մթնոլորտում մայր ու դուստր հասկանում են, որ այլևս մեկ վայրկյան անգամ անելիք չունեն այդ տանը, և ահավոր ծանր հոգեվիճակում լքում են առանձնատունն ու վերադառնում իրենց տուն։ Մինչ մակոնցների ընտանիքը պառակտվում է ներսից, Լեոն իր սենյակում առանձնացած փորձում է գլուխ հանել սեփական մտքերից ու զգացմունքներից։ Նա խորապես վերլուծում է Մանանի ասած խոսքերը և հասկանում, որ փաստորեն Իննան իրականում չէր ստում և անկեղծորեն էր գաղտնի կազմակերպել իրենց մեկնումը։ Լեոն հայտնվում է խորը երկընտրանքի առջև։ Նա չգիտի ինչպես վարվել, որ ճիշտ լինի, քանի որ հստակ գիտակցում է՝ ոչ Իննան, ոչ էլ առավել ևս Լեան մեղավոր չեն տեղի ունեցածի մեջ, պարզապես Հունանն է ամեն ինչ իմացել ու դաժանաբար խափանել նրանց փրկության ծրագիրը։ Այդ մտորումների պահին նրա ննջասենյակ է մտնում Դավիթն ու միանգամից կռահում, որ Լեոն կրկին Լեայի մասին է մտածում։ Դավիթը անասելի զայրանում է ու սարկազմով առաջարկում եղբորը գնալ մի հատ էլ բռնել Լեայի ձեռքն ու ցավակցել հորաքրոջ մահվան համար, փորձելով կոպիտ կերպով սթափեցնել նրան ու հետ պահել նոր սխալներից։ Իսկ իրադարձությունների մյուս կողմում տեսնում ենք իսկական խուճապի մատնված Ավոյին։ Գիտակցելով, որ Հունանի արյունալի վրեժխնդրությունը մոտենում է, Ավոն ցանկանում է հորն ու եղբոր որդիներին էլ ներքաշել այս վտանգավոր պատմության մեջ։ Նա շնչակտուր վազում է նրանց տուն և պահանջում շտապ պատրաստվել, որպեսզի որքան հնարավոր է շուտ միասին փախչեն երկրից, զգուշացնելով, որ հակառակ դեպքում Հունանը բոլորին կոչնչացնի։ Սակայն ընտանիքի անդամները կտրականապես մերժում են նրան, պնդելով, որ իրենք ոչինչ չեն արել փախչելու համար, և եթե Ավոն է մեղավորը, թող հենց ինքն էլ պատասխան տա իր արարքների համար։ Ավոն հուսահատված հեռանում է, իսկ քիչ անց նրանց տուն է ներխուժում կատաղած Հունանը, պահանջելով ասել Ավոյի տեղը։ Սակայն պապիկը, ի զարմանս բոլորի, շատ հանգիստ և չափազանց քաղաքավարի կերպով դուրս է անում նրան տանից։ Եվ այստեղ մենք գալիս ենք սերիալի ամենահետաքրքիր ու ինտրիգային բացահայտմանը, որը լիովին փոխում է իրավիճակը։ Հունանը Արամին խստիվ հանձնարարում է ուղարկավորության բոլոր արարողություններից հետո գտնել Ավոյին և բերել իր մոտ։ Սակայն Արամի պահվածքը չափազանց տարօրինակ է ու կասկածելի։ Մեր խորքային վերլուծությունները տանում են նրան, որ շատ հավանական է հենց Արամն է կանգնած Էռնայի մահվան հետևում։ Ամենայն հավանականությամբ նա վերջապես իմացել է իր հոր մահվան սարսափելի գաղտնիքը, որ իրականում հենց Հունանի գործողությունների պատճառով է մահացել իր հայրը։ Եվ հիմա Արամը որոշել է ամենադաժան կերպով վրեժ լուծել Հունանից, խլելով նրա հարազատ քրոջ կյանքը և շատ վարպետորեն դիտավորյալ կասկածներն ուղղելով դեպի Ավոն, որպեսզի նրանք սկսեն ոչնչացնել միմյանց։
Այս համատարած խելագարության ու քաոսի ֆոնին, որպես լույսի շող, առանձնանում են Գրիշոն ու Մանանը։ Նրանք նստած շատ ջերմ զրուցում են, անկեղծորեն ցավելով տեղի ունեցածի մասին։ Գրիշոն ցուցաբերում է մեծ հասունություն։ Տեսնելով հոր անկանխատեսելի ու վտանգավոր վիճակը, նա ասում է Մանանին, որ ցանկանում է նրան որոշ ժամանակով տեղափոխել եղբայրների ու պապիկի տուն, մինչև իրավիճակը կայունանա եւ հայրը հանդարտվի։ Հաջորդ առավոտյան նա անձամբ տանում է կնոջը Սարգսյանների մոտ եւ բոլորը պարզապես զարմանքից քարանում են Գրիշոյի այսքան հոգատար, պաշտպանողական եւ նորմալ պահվածքից։ Նա իսկապես ապացուցում է, որ փոխվել է հանուն իր ընտանիքի եւ հանուն իր բալիկի։ Իսկ դուք ինչ եք մտածում այս ցնցող զարգացումների ֆոնին։ Արդյոք մեր կանխատեսումը ճիշտ է եւ իրոք Արամն է Էռնայի իրական սպանողը, ով վրեժ է լուծում իր հոր համար։ Անպայման գրեք ձեր վարկածներն ու կարծիքները մեկնաբանություններում։ Եկեք միասին քննարկենք այս բարդ հանգույցը։ Եվ իհարկե մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք սերիալի հաջորդ շոկային բացահայտումներն ու ամենաճշգրիտ վերլուծությունները։